Այս արդեն 8 տարի է։ Անընդհատ լսում ենք թուրք, տանումա թրքացման։ Այս Փաշինյանը եկել է, որ սաղից թուրքի ծառասարքի, թրքացնի, Հայաստանը վերացնի եւ այլն։ 8 տարվա մեջ մի գործողություն չտեսա Փաշինյանի, որ տանի թրքացման։ Բայց ձեր բոլորիդ գործողությունները այդ հականերդ, այդ ընդդիմությունդ, լիքը փաստեր կարան բերեմ, որ դուք եք տանում թրքացման։ Ձեր երաժիշտների, ձեր արտիստների վրա թուրքի նշանները դնում եք, ճապացնում ձեր այդ էջերում ու կոմենտներն էլ փակում, որ ձեր լավը չծռվի տեղ։ Հանկած այդ մարդու բարեկամաս, իրեն սիրող հարգող մարդիկ են, չգան ու չծռեն ձեզ։ Անձնագիրա միանգամից թուրքի լոգոն կպցնում եք վրան դնում, այդքան անտաղանդ եք դուք, էլի, այդքան անթասիբ եք։ Ես չեմ հասկանում, թե ձեզ ինչ մեր ա բերել, էլի, որ ասենք համ թուրքին դեմ եք, համ էլ թուրքի լոգոն ամենտեղ կպցնում եք, ամենտեղ, ուր հասնի։ Անկամ թուրքի եսիմ ինչ եք բերում ձեր ազգին կերցնում, ձեր նման անտաղանդները։ Ուլը մեզ էլ ասում եք, որ մենք տանում ենք թրքացման։ Մենք թուրքի անուն այդքան չենք տալիս, այդքան չենք խոսում, ինչքան դուք։ Առավոտից իրիկուն քնում, հելնում եք թուրք։ Այդ դուք առանց թուրքի կյանք չունեք։ Այդ դուք եք ձեր երազներում տեսնում թուրք։ Այդ ձեր տատիկներն են, որ չասեմ ումից են բերել ձեզ, որ առավոտից իրիկուն թուրք։ Սա կյանքները տժացել եք Թուրքիաներում, թուրքի հագուստը հագել եք, թուրքի քիմիան օգտագործել եք, թուրքի շինանյութը օգտագործել եք, ձեզ հայրենասերի տեղ եք դրել։ Իսկ ինչա մենք ուզում ենք դիվանագիտական հարաբերությունները կարգավորենք, տնտեսություն զարգացնենք, մենք թուրք ենք։ Ինչ ըննի թուրքը ճպցնում եք վրեն։ Ինչ անենք, ճանապարհները սարքենք թուրքի համար ասարկում, որ տա։ Տրիպի պայմանագիրը բերենք թուրքին ատավե, ամերիկացին էլ դարավ թուրք էլի, ձեր աշկին ամեն ինչ թուրք ա երևում, որտեղ առանց թուրքի կյանք չունեք դուք։ Դուք առանց թուրքի կյանք չունեք, դրա համար էլ ամեն ինչ տեսնում եք, ձեզ հակա ինչ լինի, մի հատ զարգացում լինի, մի հատ լավ բան կատարվի, սա թուրքի համար ա արվում, սա դպրոցները կառուցվում ա թուրք երեխեքի համար, տները շինարարությունները, որ սա Հայաստանում եք շինարարությունը, սա թուրքի համար ա կառուցվում, անգամ որ ասում ենք սահմանադրությունը պետքա փոխվի, որովհետև մեր սահմանադրության մեջ Արցախ գոյություն ունի, որ արդեն հակասում է մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր դրոշի, ամեն ինչի վրա դա ազդում է, դուք էլ ասում եք թուրքի ասելով, դե ուրեմն դուրս է գալիս թուրքը շատ լավ բան է, ձեր ասելով։ Եթե այս երկրում ինչ ամեն ինչ կատարվում է, ինչքան լավ բան կատարվում է, դպրոցներ կառուցվում, մանկապարտեզներ, ճանապարհներ, էկոն արվում է, որպեսի մեր ժողովուրդը, մեր աղջիկները կարողանան հղիանան, երևի լրիվ այդ ամեն ինչը թուրքի համար է արվում, էլի։ Ուրեմն թուրքը լավ բան է։ Եթե դուք անգամ ձեր պասպորտի վրա եք անտաղանդներ ճպցնում թուրքի լոգոն, ուրեմն դուք թուրքի սիրահարներ եք, մեզ էլ ուզում եք սարքեք թուրք, որպեսի չտարբերվեք, էլի հանգարց մեզնից, հա։ Ուրեմն դուս է գալիս թուրքը լավ բան է, էլի, որ ամենասրբությունների վրա դուք թուրք եք ճպցնում, ամենակարևոր տեղերը դուք թուրք եք ճպցնում, որտեղ հասնի թուրքը մցնում եք, ու ձեր կոմենտներն էլ փակում եք։ Որովհետև դուխ չունեք, որովհետև մարդ չեք, որովհետև գիտեք, որ էշեշ դուս եք տվել, գիտեք, որ աննասուն եք, մի քանի նյով, գիտեք, որ ձեր հերի մերը անիծելու է ժողովուրդը, հերիքո բոլ եղավ, այ անտաղանդներ, բերանս ինչ ասես գալիս է, որ ձեզ ասեմ, որովհետև դուք, չգիտեմ, արդեն ինձ անդադ խնդրում են Մերի ջան, մի ասա այդ բառերը, արա ոչ չասես, ձեր նման չատլակներին, ոչ չասես, բժիշկ կլնես, գիտնական կլնես, պատմաբան կլնես, քաղաքական գործիչ կլնես, ով ուզում ես տեղի։ Եթե դու այս երկրի համար խաղաղություն չես ուզում, ու էշեշ դուս ես տալիս, որ արժանապատիվ խաղաղություն առ քեզ, էլ մի երևակայի քեզ, մի երևակայի, 35 տարի էշեշ երևակայել ես քեզ, դու աշխարհի աղը չես, դու հասարակ մարդ ես, ազգ ես, ժողովուրդ ես, բոլոր ժողովուրդների նման հերիքա քեզ ворի տակ դանգրատ դնես ու աստծո ոտերի տակ հանես, չկաս, որտեվ անտաղանդ, անդաստիրակ ու տգետի մեկն ես։ Հասարակ մարդկային հարաբերություն դու չունես քո ազգի նկատմամբ, որ մնաց այլ ազգերի նկատմամբ։ Ու դու հարգանք ես ուզում, չէ։ Չկաս։ Ու դու պետք է հարմարվես, տեղավորվես դրա մեջ։ Որ չես ստեղծել այսքան տարի ոչինչ։ Դրա համար ոչինչ պահանջելու իրավունք չունես։ Աշխարհում գոյություն ունեն երկու տեսակի մարդ՝ դագմատներ եւ ճկուն ուղեղով մարդիկ։ Պետքա ճկուն ուղեղ ունենաս, որպեսզի հասկանաս երբ ինչ պետք է անես։ Իսկ դուք ձեզ դրած գիտնականի տեղ, ձեզ դրած պատմաբանի տեղ, ձեզ դրած քաղաքական գործիչի տեղ մի 4-ը ուսումով, կարմիր դիպլոմներով դագմատ սատկում եք։ Դուք զուբրի տանողներ եք։ Այն ինչ որ տպվեց ձեր ուղեղում, էլ ոչինչով չես ջնջի։
որտեղ դագմատ սատկում եք, մի հատ ճկունություն չկա ձեր ուղեղի մեջ։ Թե երբ ինչ պետք է անես պետությունը, որպեսի ճիշտ քայլ համարվի դա աշխարհի ընկալվի աշխարհի կողմից, որպեսի մենք մեր պետությունը հզորացնենք։ Մենակ ես շեշ դուրս տալով չի եք, կուտը հայրենասիրություն, որ կերցնում եք, ինչ հատվե այսքան տարի, 0 օգուտ։ Նյուժեր էդի դաշ չեղած ձեզ։ Հենց որ չի նշանակում, որ դուք բժիշկ եք, եսիմով եք, ուրեմն շատ խելացի եք, չէ, դուք կարող ալնեք պրիմիտիվ մի հատ դագմատ, զուբրի տանող, այդքան բան։ Վիժվածքի նման, առավոտից իրիկուն, ազգին ասում եք թուրք, ու հետո էլ ասում եք թուրքից պետք է հեռու մնանք։ Վիժվածքի նման, ամենայն սրբությունների վրա թուրքի լոգոն կպցնում եք, ամեն մի նորմալ մարդու, ամեն այն քաղաքացու, որը իր կարծիքը հայտնում է, թե ոնց է տեսնում իր պետությունը, ինչի է ուզում այդ խաղաղությունը, ու գնում է այդ խաղաղությանը, ու սատարա կանգնում, ուզում է ինքնիշխան լինի, դուք անունը դնում եք թուրք։ Այս տրուկներ, այ վիժվածքներ։ Հերիքա Հերիքա ինչքան է ժողովրդին դուք տանջամահարեցիք, դուք մեկը Աշոտյան եք կրնելու։ Դուք մեկը Աշոտյան եք կրնելու, մենք մեկը հասնելու ենք մեր նպատակին։ Ինչքան էլ ճորթվեք, լոճվեք, ինչքան էլ մարդկանց ներվերի վրա ազդեք, ինչքան ստեք, ինչքան բլթսնեք, էշեշ, դուստակ, հակառակ էֆեկտ է ունենալու, մենք ձեզ սատկացնելու ենք։ Մենք ձեզ սատկացնելու ենք ընտրությունների օրը։ Մենք ձեզ քաղաքականորեն այս ընտրություններով ձեզ դարձնելու ենք քաղաքական դիակներ։ Այսքանը։ Բալու ժողովուրդ ջան, համացանցում երեք տեսա մի երևույթի պրոշները լցրած ворցի։ Խոսում է դրոշը չիչեցնելու մասին սքորը։ Ուրեմն տղա ջան, լսեք քեզ ինչ եմ ասում։ Հələ որ շատ կոռեկտ կասեմ քեզ։ Ուրեմն քո պապաներին անգրագետ, այն ռուսամետներին, այն որ մենակ ռուսերեն գիտեն, ուրիշ լեզու չգիտեն։ Ուրեմն դրանց փոխանցի, որ հաջորդ անգամ քեզ փուրը չտան, որպեսզի դու տգետ ու անգրագետ չերևաս, էլի համացանցում։ Ուրեմն սքոր, որ հայտարարում են, այո, դրոշները իջեցնում են։ Բայց եղերնի օրը դա սքոր չի։ Մենք հիշում ենք ու հարգում ենք։ Հասկացար տարբերությունը։ Հիշել ու հարգելը ուրիշ է, սքոր հայտարարելը ուրիշ է։ Ուրեմն պետական օրակարգ գոյություն ունի։ Նման օրերին ոչ թե իջեցնում են դրոշը, այլ մի քիչ են իջեցնում, որը դու կարող ես չնկատես։ Ու հիմա եթե դու հելել ես նման բան ես ասում, խնդրում եմ բեր 2026 թվականի ինչ-որ մի վիդեո, որտեղ երևում է, որ դրոշը ընդհանրապես իջեցրած չի։ Կարաս։ Ու միշտ հիշի, սքո օր հայտարարում են աղետից անմիջապես հետո։ Դա է կոչվում սքոր։ Մնացածը հիշում են, հարգում են զորերին։ Հասկացար, բալիկ ջան։ Մյուս անգամ խոսելուց մի հատ գոնե chat GPT մտի։ Կարող օգնի քեզ, էլի։ Լավ կլիներ այս վիդեոս էլ դնել քո էջ, որ են քո էջի մեկնաբանություններ գրող տագետները նույնպես տեղեկանան, որտեվ ոնց հասկացա իրանք էլ լեզվի խնդիր ունեն։ Ու իմ կարծիքով մենակ սրբապիղծներն են վերցնում նման հարցերը շահարկում, քաղաքականացնում։ Մենակ տավարի ցավերը, այսքանը։